Շնորհակալություն պարոն Գանտարյան, վերադառնանք մեր տաղավար, պարոն Մանոյան, փորձենք արդեն ամփոփել հարցազրույցը։ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդում հայկական օրինագիծը արգելափակելու մասնաբաժինը ինչքան է գնահատում կամ տոկոսը։ Ընդհանուր առմամբ հավանականությունը քիչ է, բայց դժվար է հաստատ ասել, որ անգարելի է, որովհետև մինչև 3 շաբթի օր ժամանակ կա եւ արդեն 60 անհրաժեշտից 35-ը ապահովել են ըստ երևույթին, մնում է որ տեսնենք մինչև 3 շաբթի արդյոք կկարողանան մնացածը ապահովել կամ ոչ, կարծում եմ ոչ, բայց պետք է որ պատրաստ լինել նաև այդ հավանականություն։ Բնականաբար, որովհետև քաղաքականության մեջ հնարավոր չէ ոչինչ բացառել, իսկ եթե սահմանադրական խորհուրդ ուղարկվեց այդ օրինագիծը, ինչ զարգացում կարող է սպասվել Ֆրանսիայում, քաղաքական ուժերի տեղաբաշխվածությունը, հա, նույն խորհրդարանում վերին պալատում սոցիալիստներն են, հա, քաղաքական իշխանություն կենտրոնացած է UMP-ի ձեռքում, Սարկոզին մտադիր է մինչև վերջ գնալ, ինչ հավանական սցենար եք տեսնում այս դեպքում։ Տեսեք, մեկ ամսվա ընթացքում, մեկը դեկտեմբեր 22-ին էր, մեկը հունվար 23-ին, մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում այս օրինակի քննարկումը 12 ժամ տևեց։ Ընդհանուր իրար հետ միասին վերցրած։ Ես չեմ կարծում, որ եթե հանգարց սահմանադրական խորհուրդը ասի, որ հակասահմանադրական է, ժամանակ կլինի մինչև խորհրդարանի, այսպես ասած, արձակուրդը, աշխատանքների կայացումը, որպես նախապատրաստություն նախագահական ընտրություններին, այսինքն պետք է փետրվարի վերջավորության արդեն խորհրդարանի երկու պալատներն այլևս նիստեր չգումարեն, չեմ կարծում, որ այդքան ժամանակ կլինի։ Կգնա Սարկոզին մինչև վերջ։ Մինչև վերջ կգնան սահմանադրական խորհուրդը, եթե հակասահմանադրական հայտարարի, նախագահ Սարկոզին չի կարող որպես օրենք ստորագրել։ Դրա համար մինչև 3 շաբթի կա, որպեսզի ժամանակ ունենա, այսինքն նախագահը իր իրավասությունների սահմանների մեջ մնալով թվականի իմաստով ստորագրի եւ ուրեմն եթե հանգարց սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական հրճակի, կարծում եմ առնվազն մինչև նախագահական ընտրություններ նոր նախաձեռնություն առնելը բավական դժվար կլինի։ Պարոն Մանոյան, բնականաբար Հայդատի գրասենյակը եւ հայկական լոբիստական բոլոր կազմակերպությունները իրենց համար արդեն թղթի վրա պարզել են, թե որ խմբակցությունից որ падգամավորը կողմ թե դեմ է քվեարկել եւ ըստ այդմ իրենց աշխատանքները տարել են։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա եւ մինչեւ 3 շաբթի օրը Ֆրանսիայի նախագահը ստորագրի այդ օրինագիծը։ Նախագահը մինչեւ 3 շաբթի պետք չունի ստորագրելու, բայց մինչեւ 3 շաբթի պետք է սահմանադրական խորհրդին դան կամ չդան։ Եթե չդան, 15-օրյա ժամկետը, եթե չդան, այո, որովհետեւ օրենքի ընդունումից հետո 15-օրյա ժամկետում Ֆրանսիայի նախագահը կարող է հաստատել եւ պետք է։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթացավ եւ Ֆրանսիայի նախագահը ստորագրեց, բնականաբար բոլորի համար հարց է առաջանում, թե սա ում միջամտությամբ կամ ում աջակցությամբ, որ քաղաքական ուժի գլխավորապես աջակցությամբ այս քվեարկությունը եւ այս օրինագիծը ապահովեց։ Ֆրանսիահայությունը իր կես միլիոնանոց քվեով, ծանրակշիռ քվեով, պարզ է թե ում պետք է տա իր քվեն, իր ձայնը։ Տեսեք, երկու հիմնական քաղաքական ուժերն էլ շատ կարևոր դերակատարություն ունեցան։ Պարզ է, որ եթե նախագահ Սարկոզին համաձայն չլիներ, այսքան արագ չէր ընթանա։ Մյուս կողմից, եթե սենատում մեծամասնությունը սոցիալիստները չլինեին, սենատի օրագարկ այսքան արագ չէր մտնի։ Եվ ուրեմն երկու քաղաքական ուժերն էլ պետք է որ իրենց արժանին ստանան հայության կողմից, բայց կարծում եմ այս ամբողջը վերագրել միայն դրա, այսինքն իրենց նպատակը միայն այդ էր, այդ էլ ճիշտ չէ։ Եվ ընդրական հաշիվները, ասպես ասած, կարծում եմ դերակատար էին ընդամենը ժամանակի առումով։ Մնացածը իսկապես սկզբունքի հարց կար մարդկանց մոտ, այսինքն այնպես չէ որ մի քանի ոչ երաշխավորված քվեներ ստանալու համար իրենք տարել են, որովհետև այդ 5 միլիոնի մեկ մասնալ քվեարկելու իրավունք չունի, այսինքն տարիքը չունի եւ այլն, բայց կարծում եմ ճիշտ չլինի որ մենք ստեղից փորձենք արդեն խորհուրդ տալ որ Ֆրանսիայում հայերը Չէ, խորհուրդ տալու խնդիր չէ, բայց այդ երկու քաղաքական ուժերն էլ շատ կարևոր դերակատարություն ունեցան եւ կարծում եմ երկուսի նպատակն էլ անպայման միայն այս քվեարկությունները չէին։ Քվեարկությունը էր այն, այսինքն ընտրությունները չէին նախագահական։ Ընտրություններն էին այնքանով որ շտապեցին, սովորականից մի քիչ ավել կարելի ասել,
վադիմաստով չեմ ասում շտաբել, այսինքն արագ կատարվեց, բայց արագացրեցին, բայց բարձ է, որ քաղաքական ընդհանուր մթնոլորտը, այսինքն Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները, ինչու՞ չէ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները, ընդհանրապես ցեղասպանության նկատմամբ Ֆրանսիայի գեցվածքը ի վերջո երկու պետություն կա աշխարհում, ով ցեղասպանությունը օրենքով ճանաչել է, մեկը Ֆրանսիան է, մեկը Արգենտինան է, ուրեմն կարելի չէ Ֆրանսիայի նկատմամբ անդարբեր լինել, բայց կարևոր է, որ հասկանանք, որ այս օրենքի ենթադրենք, որ ստորագրվեց, սա վերջը չէ, սա սկիզբն է։ Փորձեր պիտի լինեն ամեն դեպքում հերքել ժխտելու, հակասահմանադրական տարբեր ծևերով հայտարարելու, վստահ եմ Եվրոպայի մարդու իրավունքների եվրոպական դատարան թիմումներ պիտի լինեն, ինչպես որ Շվեյցարիայի բարակային դատվողը արդեն կատարել է, պիտի փորձեն ծանրաբեռնել համագարկը եւ այլն, այսինքն սա մի հատ նոր սկիզբ է։ Նոր գործընթացի սկիզբ։ Նոր գործընթացի սկիզբ է հենց Ֆրանսիայում, բայց նաեւ հիմա Թուրքիան փորձում է այս արիտը օգտագործել այլ ուղղությամբ հարվածելու, արդեն Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ իրենք այլևս հստակ պիտի հետապնդեն, թե իրենց ազգային ժողովի կողմից, Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից էլ երբ որ օրինակիցը որտեղ գրվեց նախագահ Գյուլը Թուրքիայի հայտարարեց այդ մասին, հիմա արտգործնախարարը, որ շատ կտրուկ, որ այս ձևով կամ պետք է որ Ֆրանսիան Մինսկի խմբի նախագահությունից դուրս գա, կամ պետք է որ երեքին ավելանա Թուրքիան։ Լրիվ ծիծաղելի մոտեցում, բայց որ սա էլ նոր քաղաքական խնդիր է, որ Թուրքիան պիտի փորձի հարուցել, դա էլ փաստ է, եւ աստե մեկ բան պետք է արձանագրել, որ այս անգամ Թուրքիան իշխանությունները եւ այդ արտահայտվեց նաեւ լրատվամիջոցների ջամփով բավական թշկոհ էր Ադրբեջանի բահվածքից։ Ճիշտ է, որ Ադրբեջանը հիմա սկսել է ցույց տալ, որ չէ, ինքը հավատարիմ է եւ այլն, բայց իրական փաստը կարծում եմ թշկողության այն էր, որ այդ օրը, որ այս օրինակիցը քվեարկվում էր ֆրանսիական սենատում, Ադրբեջանի նախագահը հանդիպում էր Հայաստանի նախագահի հետ։ Եվ դա ամենաշատ իրենց թշկող բահածն է, բայց կարծում եմ այս բոլորը, եթե մեր համար պետք է որ ինչ-որ նաև բան ուսուցանեն կամ հուշեն, այն է, որ իսկապես Թուրքիայի հետ հարաբերությունները այնքան էլ հեշտ բան չեն, եւ լավ կանենք, որ մենք, այսինքն Հայաստանը, ցերպազատվի այս արձանագրություններից եւ մի հատ սպիտակ էջով պատրաստ լինի, եթե պետք է որոշ նախագծով, որ Թուրքիայում իսկապես ձևավորվի, երբ որ ձևավորվի, կարող է այս իշխանությունը լինի, կարող է ուրիշ իշխանություն, որ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություն հաստատի եւ այդ դեպքում կհաստատի։ Հիմա Թուրքիան այս ամեն ինչը պիտի փորձի ամեն ինչ իրար խառնել, հաջող հավանաբար հղում անելով արձանագրություններին, ինչ որտեղ արձանագրություններից մեկը կամ մյուսը առաջ քաշելով եւ այլն, եւ այդ բոլորից դուրս գալու լավագույն ձևը կլինի, որ Հայաստանը ստորագրությունը հետ վերցնի, մանավանդ այս ամբողջ մթնոլորտի մեջ, որ երևում է, որ Թուրքիան ինչքան իսկապես այլամերժ է, Թուրքիայի իշխանությունները ինչքան այլամերժ են, դա երևաց ոչ միայն այս հագաստեցության մեջ, այլ նաեւ նույն Հրանտ Դինքի իսպանության դատավարության Սենատի որոշմանը հաջորդած ներգաղթյալների մասին օրենքի փոփոխությունները, այդ բոլորը իսկական դիմակիցը Թուրքիայի մեջտեղ հանել են, Հայաստանի հետ հարաբերությունների խնդրում արդեն Թուրքիայի իսկական դիմակիցը երևում է, որ փաստորեն անգերց չէր այդ ամբողջ բանակցությունների ընթացքում եւ ժամանակն է, որովհետեւ մենք դարձյալ ճիշտ ուղու վրա դնենք մեր գիծը Թուրքիայի նկատմամբ եւ այս թափով էլ շարունակենք։ Ամենայն դեպս կարծում եմ, որ քաղաքական ամլություն եւ միամտություն կլինի մտածելը, որ Ֆրանսիայի նման մեծ պետությունը G8-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի հարաբերությունները կվտանգի ռազմավարական գործընկեր դաշնակից պետության Թուրքիայի հետ միայն հանուն կես միլիոնանոց հայկական քվեի։ Բարձր որ այդպես չէր, բայց ամեն ինչ զուգընկավ եւ այսինքն դա չի նվաստացնի, այսինքն փաստը, եթե նույնիսկ միայն կես միլիոնի համար չի նվաստացնի։ Ընդհանրակը կարևոր է քննադատել, ճիշտ քննադատել, բայց
Մյուս կողմից էլ ճիշտ չէ ասել, որ ընդամենը ինչպես ասեցիք դրա համար է։ Ամենադեպս եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք ֆրանսիացի սենատորներին եւ ակնկալենք, որ մինչեւ ազգային ժողովի պատգամավորներին այո, եւ ամբողջ այս գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, հայկական լոբիստական կազմակերպություններին, որովհետեւ իսկապես այդ պայմանականորեն ասած այդ դափնին առաջին հերթին կրում են մեր լոբիստական կազմակերպությունները, մեր Սփյուռքը, մեր Հայաստանը, մի խոսքով ամբողջ հայությունը շնորհակալ է Ֆրանսիային եւս մեկ անգամ նման որոշում ընդունելու համար, սպասենք նախագահ Սարկոզիի ստորագրմանը։ Այո։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, հաջողություն ենք մաղթում ձեր աշխատանքներին։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Հայ-Հապական դաշնակցության Հայդատի եւ քաղաքական գրասենյակի հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Աբրահամ Գասպարյանը։ Մնացեք խաղաղությամբ։